Արմլու լրատվականի տեղեկությունների համաձայն ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները բացառությամբ 1-2 հոգու կրկին առաջադրվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում։ Բանն այն է, որ կիրակի օրն արդեն ավարտվում է առաջադրումների ժամանակահատվածն ու արդեն ՔՊ-ն պետք է ամփոփի իրենց նախընտրական նախնական ցուցակում ովքեր են առաջադրվելու։ Արմլու լրատվականը տեղեկացավ, որ ՔՊ նախընտրական ցուցակում հրաժարվել է առաջադրվել ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը։ Վերջինս 2022 թվականից է խորհրդարան եկել ու իր թիմակիցներին ասել է, որ այլևս չի ցանկանում առաջադրվել, անձնական կյանքով է ցանկանում ապրել։ Ինչպես հայտնի է, արդեն 2 ՔՊ-ական կին պատգամավոր ևս ցանկություն չունեն կրկին պատգամավոր առաջադրվել։ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Լենա Նազարյանը ևս որոշել են անձնական հարցերից ելնելով այս անգամ խորհրդարան չգալ։ Նազարյանն այժմ աշխատում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամում ու շարունակելու է իր աշխատանքն այնտեղ։ Մյուս ՔՊ-ական կին պատգամավորները թեժ մրցակցության մեջ են լինելու։ Ի դեպ, ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանը, ովքեր իրենց շրջապատում հայտարարում էին, որ նպատակ չունեն կրկին խորհրդարան գալ, մտափոխվել են, նորից առաջադրվել։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ նախընտրական ցուցակը մոտ 250 հոգուց է բաղկացած լինելու, որից 95 հոգին կին։